Բարի երեկո, եթերում հանրային քննարկումն է։ Սիրելի հեռուստադիտողներ, ինչպես գիտեք, մայիսի 8-ին մեկնարկել է խորհրդարանի ընտրության նախընտրական քարոզարշավը եւ այդ տրամաբանության մեջ մենք հրավիրում ենք մասնակից բոլոր 19 ուժերին քննարկելու Հայաստանի ապագայի վերաբերյալ նրանց սոցիալ-տնտեսական ծրագրերը։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ Լուսավոր Հայաստան կուսակցության падգամավորի թեկնածու Սուրեն Գյուրջինյանին, ԴՕԿ կուսակցության падգամավորի թեկնածու Լևոն Բաղդասարյանին, Ռեֆորմիստների կուսակցության падգամավորի թեկնածու Նատալիա Սաղյանին, Ազգային ժողովրդավարական կուսակցության падգամավորի թեկնածու Կարլեն Թադևոսյանին եւ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության падգամավորի թեկնածու Գագիկ Հարությունյանին։ Բարի երեկո, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Ես նշեմ, որ նաեւ Ալյանս կուսակցությանն ենք արդեն երկրորդ հաղորդմանը փորձում հրավիրել, սակայն նրանք հրավերը մերժում են։ Եվ այսպես, պարոն Գյուրջինյան, ձեր տեսակետը սկսենք գլխավոր, այսպես ասած, տնտեսական դիլեմայից։ Մնալ Եվրասիական տնտեսական միությունում, թե գնալ Եվրամիություն։ Ձեր կուսակցության դիրքորոշումը։ Մեր կուսակցության նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Մեր կուսակցության դիրքորոշումը այն է, որ չի կարելի կտրուկ տնտեսական ռևերսների գնալ, տնտեսական համագործակցության եւ ինտեգրացիայի կտրուկ փոփոխության գնալ, ցանկացած տնտեսական ինտեգրացիայի փոփոխություն պետք է նախապատրաստվի, եթե մենք դրան գնում ենք, պետք է նախապատրաստվի, պետք է տնային աշխատանք կատարվի տարիներով եւ ծախսելով նյութական ռեսուրսներ, մարդկային ռեսուրսներ, փորձագիտական ռեսուրսներ եւ այլն։ Հիմա դա չի արվում, պարոն Գյուրջյան, որովհետեւ ինչ ասում իշխանությունը, ասում է վիզաների ազատականացման մասով բանակցում ենք, Եվրամիության չափանիշներին համապատասխանելու առումով բանակցում ենք, օրենք ենք ընդունել, որ մենք մտադրություն ունենք գնալ Եվրամիության, այդ նախապատրաստվել ասելով ինչ նկատի ունեք։ Մենք սոցիալ-տնտեսական հարցերի շուրջ ենք չէ խոսում, վիզաների ազատականացումը Տաթև ջան սոցիալ-տնտեսական ինտեգրացիայի հետ ինչ կապ ունի։ Դա Եվրամիության ինտեգրացիայի քայլերից մեկն է։ Շատ լավ, մեր կուսակցությունը Եվրամիության ինտեգրացիոն գործընթացներին դեմ չէ, այն առումով, որ այժմ էլ մենք ունենք Եվրամիության հետ ստորագրած ՍԵՊԱ պայմանագիր, խորը եւ համապարփակ գործընկերության պայմանագիր, ստորագրած դեռևս 2017 թվականին, եթե ճիշտ եմ հիշում, ՍԵՊԱ-ն ինքնին ենթադրում է համահարթեցում եվրոպական, Եվրամիության օրենսդրության հետ, Եվրամիության նորմաների հետ շատ բնագավառներում, այդ թվում նաև տնտեսությանը առնչվող բնագավառներում։ Ուզում եմ ասել, որ մինչ այսօր ՍԵՊԱ-ի պահանջների, այն պահանջների, որ Հայաստանի Հանրապետությունը հանձնառություն է վերցրել կատարել, իրականացվել է ՀՀ-ում մոտավորապես կեսը, այսինքն մենք ունենք ոնց որ համագործակցության հարթակ, հատկապես եթե նայենք տնտեսական ուղղությունը համագործակցության, ունենք համագործակցության հարթակ Եվրամիության հետ, ունենք համագործակցության հարթակ ԵԱՏՄ երկրների հետ, ԵԱՏՄ շրջանակներում։ Կարծում եմ նոր բան այս պահին ձեր դիրքորոշումն է, որ այս պահին պետք է մնալ ԵԱՏՄ-ում։ Այո։ Եվ հետագայում մտածել եւ օգտվել ԵԱՏՄ հնարավորություններից, այսպես ասած, հետագայում մտածելու դեպքում, եթե մենք զգանք, եթե Հայաստանի Հանրապետության շահերից ելնելով, մասնավորապես տնտեսական շահերից ելնելով, մենք զգանք, որ ԵԱՏՄ-ում մնալը այլևս նպատակահարմար չէ, նոր մտածել այդ տնտեսական ինտեգրացիոն համակարգից դուրս գալու մասին, ունենալով պատրաստված, նախապատրաստված այլընտրանք։ Այժմ մենք նախապատրաստված այլընտրանք իմ կարծիքով չունենք։ Պարոն Բաղդասարյան, ԵԱՏՄ թե Եվրամիություն, ԴՕԿ կուսակցության տեսակետը։ Շատ լավ, ցավոք ցանկանամ արձանագրել, որ մոդելով էլ այսօր որ գնա պետությունը, օգտակար գործողության գործակիցը հավասար լինելու զրոյի։ Նախ ինքդ պետք է տարածաշրջանում լինես խաղացող, բխող բոլոր դրական հետևանքներով, ունենաս քո տնտեսությունը, ունենաս քո կադրային քաղաքականությունը, ցավոք սրտի արձանագրեմ որպես իրավապաշտպան կադրային քաղաքականությունը։ Գիտեք, մի բան է, երբ լավ ծրագիր ունի պետությունը, իրավամբ, մի բան է, երբ այդ ծրագիր իրականացնող պետք է լինի։ Այսօր երբ այլ մասնագետ, այլ հիմնարկի ղեկավարը լինում, պայմանական առողջապահության նախարարը, ասենք իրավաբան է լինում,
ինչ որտեղ կարելի է հասկանալ ադմինիստրատոր, հա, եւ ադմինիստրատիվ գործողություններ անելու, որպես իրավաբանել իրավականը ֆուլ անելու։ Բայց հիմնարկի ղեկավարը չաշխատի X տարի Բաղդասարյան, մի րոպե, մենք ոչ թե Ես խոսում ենք ավարտում եմ։ քաղաքացիական պայմանագիր կուսակցության իշխանության մասին, թե իրենք ինչպես են կառավարում, այլ իմ հարցն այն մասին է, թե դուք գալով իշխանության ինչ տեսլական ունենք։ Ես կարող եմ նաև խոսել նախկին իշխանության Ոչ մեկի մասին պետք չէ, ձեր կուսակցության մասին։ Կարիքը չկար ընդհատելու եւ կարիքը չկար կոնկրետ ֆիքսելու այն կուսակցությունը, որ այսօր քաղաքական ուժ է ներկայացնում։ Ինչ վերաբերում է թե եթե նժարեք վրա դնենք որ ծրագրով պետքա գնանք, ես համամիտ եմ իմ գործընկերոջ հետ։ Այս պայն ունենք այն ծրագիրը, որը որ ունենք, բայց դա դեռ չի նշանակում հետագայում տնտեսության բարելավման արդյունքում, այլ գործառույթների արդյունքում դու կարող ես տեղափոխվել այլ դաշտ։ Սա է պատասխանը։ Պարոն Բաղդասարյան, այսինքն դուք գալով իշխանության ինչ եք որոշում։ Մնում ենք ԵԱՏՄ-ում, թե գնում ենք Եվրամիություն։ Գալով իշխանության մենք օրենքի դիկտատուրա ենք կիրառելու, սանիտարությունը արվելու եւ օրենքի դիկտատուրայի ուժով, օրենքի առաջ բոլորը հավասար են լինելու, չի լինելու փողոցի արտադատություն, չի լինելու ընտրովի արտադատություն եւ այս դրանով պայմանավորված մենք կունենանք այն ելակետային հիմքը, որի ուժով հետագայում կողմնորոշվենք, թե ինչ ֆորմատով ենք գնալու։ Այս պայմանությամբ ես կարծում եմ, որ ունենք այն ինչ որ ունենք, դրա հիման վրա մենք պետքա մեր գործողությունները շարունակենք։ Դա ինչ կապ ուներ իմ հարցի հետ։ Ես չգիտեմ։ Եվրամիություն թե ԵԱՏՄ։ Երևի լավ չներկայացրեցի, մեկ անգամ եւս ասեմ, այս պայմանությամբ մենք ընդունում ենք այն ինչ որ ունենք։ Այս պահեդրությամբ մենք ունենք մտադրությունների մասին ընդունված օրենք, որ գնում ենք Եվրամիություն, բայց այս պահեդրությամբ մենք ԵԱՏՄ անդամ ենք։ Գիտեք, ես հասկանում եմ հանրային հեռուստաընկերությունը, դուք խոսում եք իշխանության գործողության մասին։ Դուք ընդհանրապես հարց տվեցիք, ասում եք մենք ունենք մտադրություններ, այդ մտադրությունները իշխանության մտադրություններն են։ Ոչ, դա օրենք է, ընդունված օրենք է։ Իշխանության կողմից ընդունված ներպետական օրենք է։ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենք է։ Հիմա ձեզ հարցնում եմ, որ դուք գալիս եք իշխանության, պահպանում եք այդ օրենքը եւ շարունակում եք եվրոինտեգրացիայի գործընթացը, թե գտնում եք, որ դա կործանարար է օրինակ եւ պետք է մնալ եվրասիական տնտեսական կործանարար չի, ես պատասխանեցի, այս պայմանությամբ ընդունում ենք այն ինչ որ ունենք, հետագայում կարող ենք շարժվել այլ ծրագրով, միգուցե նաեւ երրորդ երկրի ծրագիր ի հայտ կգա ոչ միայն Եվրոպան, ոչ միայն Եվրասիա ոնց էր, Եվրասիական ԵԱՏՄ ներողություն։ Օրինակ BRICS ենք։ Միգուցե կարող լինի երրորդը, ասել ես նաև որ ինքդ պետք է լինես խաղացող, որպեսզի կարողանաս կողմնորոշվես։ Իսկ միգուցե այնպեսի արևային Հայաստան է ստեղծվում, որ կոչվում է, այսպես ասած, հայաստանյան ծրագիր, եւ բոլորը գալիս են մտնում են հայաստանյան ծրագիրը։ Շատ լավ։ Դա եմ պատասխանում։ Տիկին Սաղյան, Եվրամիություն թե Եվրասիական տնտեսական միություն, ռեֆորմիստների կուսակցության դիրքորոշում։ Շնորհակալություն հրավերի համար, ինչպես որ Մարգելի գործընկերը արդեն նշեց, այս պահի դրությամբ կարծում եմ դեռ ճիշտ է, ինչպես դուք շեշտեցիք, մենք ունենք ընդունված օրենք մտադրությունների մասին։ Այդ երկու բառը մի նախադասության մեջ արդեն տարօրինակ է, հա, օրենք մտադրությունների մասին, ինչևէ ունենք այնինչ ունենք, եւ որ մենք ունենանք Եվրամիությունից հոդաբաշխ դիրքորոշում այն մասին, որ այնտեղ ուրախ կլինեն, որ Հայաստանը գործնական քայլեր կիրառի իր ամբողջ ստանդարտիզացիան համապատասխանեցնի, դա երկար ճանապարհ է, չէ՞, մենք տեսնում ենք մեր հարևանների օրինակի վրա Վրաստանի, ոչ այնքան հարևան Ուկրաինայի օրինակով, տասնամյակներ երկրները գնում են այդ իրանց տնտեսությունը ներդաշնակեցնելու եվրոպական ստանդարտներին, որպեսզի ստանան ինչ-որ կարգավիճակ։ Բայց Հայաստանը այս պահի դրությամբ ունի ընդամենը բարի խոսքեր ԵՄ-ից, հա, մեզ ուղված, եւ իսկ երբ որ հանդիպումներ են տեղի ունենում տետատետ Եվրամիության գործիչների հետ, իրանք այսպես ձեռքեր այսպես են անում, ասում են մենք եղած անդամներին նոր ընդունված անդամներին չգիտենք ինչ անենք։ Մեր Բալթյան երկրները արդեն կարծես թե բալաստ են դարձել Եվրամիության համար։ Իրանք ներսում մեծ խնդիրներ ունեն, հաստատ նոր անդամ իրենց պետք չի։ Այսինքն մնալ ԵԱՏՄ-ին։ Բայց ԵԱՏՄ-ն այս պահի դրությամբ Հայաստանի տնտեսության համար շատ լավ միջավայր է։ Թեպետ իհարկե մենք հարցեր ունենք, խնդիրներ ունենք, որտեղ չկան այդ հարցերը։ Կտրուկ շարժումներ անել պետք չի այս պահի դրությամբ։ Ընտրություններից հետո, երբ որ կոնֆիգուրացիան ստեղծվի ազգային ժողովում, դիրքորոշումները པարզ կլինեն, հասկանալի կլինի, բայց մենք ունենք ՍԵՊԱ, ինչպես որ ասեց հարգելի գործընկերը,
որը ինչու չենք մենք դա կյանքի կոչում, հա, ավելի ակտիվ։ Այստեղ գիտեք ինչ կա, այսպեսի սկզբունք, օկամի ածելու սկզբունք, հա, այն ինչ որ ավելորդ է, պետք չի դրա էներգիա ծախսել։ Եթե կա սեպան, եկեք դա իրագործենք։ Տիկին Սաղարյան, որ ասում եք, եթե հոդաբաշխ պատասխան ստանանք Եվրամիությունից, օրինակ կարող եք բերել մի երկրի օրինակ, որին Եվրամիությունը հրավիրել է եւ հոդաբաշխ պատասխան է տվել։ Հրավիրել չէ, ես չասեցի հրավիրել։ Ես ասեցի հստակ դիրքորոշում առայն, որ իրենք ողջունում են։ Օրինակ, ում են ողջունել։ Դե առնվազն նոր ընդունված երկրներն, այդ թվում Բուլղարիայի հետ կապված դեպքեր չէ։ Բուլղարիայի անդամության մասով եղել է մեծ քննարկում եւ Եվրամիությունը շատ կողմնակից կողմ է։ Բայց մենք անգամ դեռ տեխնացու չենք, ոնց քննարկում դա եմ հենց ուզում ասեմ, բայց որpեսզի մենք դառնանք տեխնացու, այնտեղից պետք է մենք սիգնալներ ստանանք, չէ՞, որ մենք ձեր գնում ենք Եվրասիական տնտեսական միությունը այն տնտեսական կառույցն է, որը հիմա Հայաստանի համար նպաստավոր է։ Այս պահի դրությամբ այո։ Շնորհակալ եմ, պարոն Թադևոսյան, ձեր տեսակետը ազգային ժողովրդավարական բևեռը ինչ է մտածում, մնալ ԵԱՏՄ-ում, թե գնալ Եվրամիություն։ Շնորհակալություն այս քննարկման հնարավորության համար։ Նախ ես կուզեմ շեշտել անպայման, որ Հայաստանի Հանրապետությունը եւ մենք հայերս եվրոպական իհարկե քաղաքակրթական ընտանիքի բնորաններից ենք եւ իհարկե Եվրոմիությունը որպես տնտեսական միություն գրավիչ եւ ընդունելի է մեր համար եւ Հայաստանի Հանրապետության համար հեռանկարային, սակայն այստեղ պետք է անպայման ընդգծել, որ ներկայիս իշխանության կողմից Եվրոմիության անդամ դառնալու կամ դեպի Եվրոմիություն ուղղություն որդեգրելու, այսպես ասած, ընդունված օրենք լինի, թե շրջանառվող տեսությունը զուտ պոպուլիստական նշանակություն ունի, ոչ ավել, եթե բովանդակային առումով մենք վերլուծենք իրավիճակը, ապա ներկայիս իշխանության կողմից իր կառավարման 7 տարուց ավել ժամանակահատվածում արվել է ամեն ինչ, որպեսզի Հայաստանի կախվածությունը անասելի մեծ լինի ԵԱՏՄ տնտեսությունից եւ մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունից։ Սա առաջին հերթին, երկրորդ Հայաստանը չի նախապատրաստել վերակազմավորել իր տնտեսությունը եվրոպական միության տնտեսական համակարգին ինտեգրվելու համար, իսկ սա լուրջ եւ նույնիսկ տասնամյակներ ժամանակահատված պահանջող աշխատանք է, ամիսների կամ տարիների ընթացքում։ Ներողություն, որ ձեզ ընդհատում եմ, իմ հարցը այն մասին չէ, թե արդյոք այս իշխանությունը բավարար քայլեր է արել Եվրամիության անդամակցելու համար։ Իմ հարցը ձեր կուսակցության դիրքորոշման մասին է։ Գտնում ենք, որ Եվրոմիության անդամ դառնալու այսպես հեռանկարը ընդունելը դա ուղղակի լուծելի եւ հեշտ լուծելի հարց է եւ կախված է միայն մեր ցանկությունից եւ օրենք ընդունելուց, մենք մոլորության ենք տանում մեր ընտրողներին։ Ուստի ես մանրամասնորեն եւ բովանդակային կանդրադառնամ։ Մենք այո միանշանակ կողմ ենք եւ մեր ուժը պատկերացնում է Հայաստանի տնտեսության եւ ռեսուրսների, պետական ու ազգային ռեսուրսների վերակազմավորումը այնպես, որպեսզի հնարավոր լինի դառնալ Եվրոմիության տեխնացու անդամ։ Ինչպես։ Ասեմ, նախ մենք պետք է ազգային մեր ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներին, ռեսուրսներին ու օբյեկտներին ազգային ու պետական վերահսկողություն սահմանենք եւ կարողանանք մեր պետությունը հյուսիս-հարավ միջանցքի, որը ուղիղ եվրոպական միության հետ կապ ունեցող միջանցք է հեռանկարային, հանգուցային մաս կազմելու պարագայում։ Այսինքն ո՞նց ենք մենք պետությանը վերադարձնում ռազմավարական օբյեկտները։ Հայաստանի Հանրապետության ռեսուրսները, էներգետիկ եւ ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները, էներգետիկ ռեսուրսները, հանքահումքային ռեսուրսները պետք է վերակազմավորվեն իրենց օգտագործմամբ, հա, եւ տնտեսվարման համակարգով այնպես, որպեսզի հնարավոր լինի Հայաստանը հասնել այն աստիճանի, որ Եվրոմիության համար Հայաստանի Հանրապետությունը որպես արտադրողունակ երկիր, տնտեսական աճ եւ ապահովող երկիր հետաքրքիր լինի, որպեսզի Հայաստանը դառնա Եվրոմիության ցանկալի տեխնացու անդամ։ Այսինքն եթե ինչ-որ հանք մասնավոր է, պարոն Թադևոսյան, խլում ենք այդ հանքը։ Չենք խլում։ Բա ինչ ենք անում։ Մենք ստուգում ենք տրված լիցենզիաները, շահագործման, պահպանման կանոնները, մեխանիզմներ կան։
Եվ բարձում է, որ օրինակ օրինական է ամեն ինչ։ Եթե օրինական է, կարելի է մեր սահմանադրությամբ, որ պատկանում է երկրի ընդերքը եւ հանքավունքային ռեսուրսները Հայաստանի Հանրապետությանը, կարելի է հաշվել, որքան եթե այդպես օրինական է, որի համար շատ մեծ հարցեր կան, ինչպեսի հարկեր ենք մենք ստանում եւ ինչպեսի շահույթներ, հա, եւ բոլոր ոլորտները, եթե Հայաստանը չի հարստանում եւ չի զարգանում, Եվրոմիության տեխնացու դառնալու մասին խոսելը անլուրջ է։ Կարելի է միջին գիտելիքներից ցածր մակարդակ ունեցող ընտրազանգվածին հեշտությամբ խաբել, հա, այդ թեզով, ֆիզաների ասատականացման։ Այսինքն դուք գալիս եք իշխանության, սկզբում բարձրացնում եք խոշոր հարկատուների համար հարկերը, բյուջեում ապահովում եք մուտքեր, հետո նոր գնում ենք Եվրամիություն, որ մեզ ընդունեն այնտեղ։ Դուք կրկնում եմ, բովանդակային առումով պետք է սա մանրամասն եւ շերտերը խորությամբ ներկայացնենք։ Սա 3-ից 5 րոպեում հնարավոր չէ, իսկ փորձը սա անընդհատ տանել ինչ որ արճակ տնտեսվարողի հետ արճակատմամբ կամ կոնֆլիկտ պետություն տնտեսվարող հաջող չէ։ Հարկերը ո՞նց եք բարձրացնում։ Չէ, մենք շահույթներն ենք նախ պետք է բարձր շահույթները ինչպիսի շահույթներ ունեն տնտեսվարող խոշոր օրինակ։ Այսինքն դուք առաջնորդվում եք այն կանխավարկածով, որ արդեն խոշոր ներողություն, խոշոր հարկատուները շահույթը թաքցնում են, այդ կանխավարկածով եք առաջնորդվում։ Օրինակ Հայաստանի երկաթգծերը, որը հիմա պատկանում է Հարավկովկասյան երկաթգծ ընկերությանը, ինքը պետք է ապացուցի, որ ինչ շահութաբերությամբ է աշխատում, եթե շահութաբերությամբ չի աշխատում, ինչու է վնաս աշխատում եւ այսպես շարունակ բոլոր ռազմավարական եւ գերշահութաբեր ոլորտները պետք է աուդիտի ենթարկվեն եւ մենք հասկանանք պետությանը որքանով է պահպանվում օրենսդրական եւ տրված լիցենզիաների շահագործման ամեն հարց։ Հասկանալի է, շնորհակալ եմ։ Պարոն Հարությունյանն էլ պատասխանի եւ կարող ենք Պարոն Հարությունյան, Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության տեսակետը, Եվրամիություն թե ԵԱՏՄ։ Եվրամիություն վերջնական հաշվով, որովհետև մեր առջև դրված է հետևյալ խնդիրը, մենք ինչ ենք ուզում, ինչպիսի տնտեսություն ենք ուզում։ Մենք ուզում ենք ժամանակակից աշխարհում գնալով ավելի զարգացող տեխնոլոգիական երկրների հետ համընթաց քայլել, թե հետ մնալ եւ ասենք պարզունակ արտադրանքի կամ գյուղատնտեսական ծննդամթերքի արտահանող ուղղակի լինել։ Ով է մեզ խանգարում, թողում ենք մեր տնտեսությունը զարգացնել։ Մենք կարող ենք զարգացնել, բայց պահանջները, քանի որ խոսքը գնում է շուկաների մասին, մենք հիմա օգտվում ենք ԵԱՏՄ-ի շուկայից, որը շատ արծարծվում է թեման բավականին մեծ թվեր են ասում եւ այլն, բայց ԵԱՏՄ-ի պահանջները բավականին ցածր են։ Ու ԵԱՏՄ-ում բարձր արժեք ապրանքներ իրացնելը շատ ավելի դժվար է, քան եվրոպական երկրներում։ Իսկ պարզա բոլորի համար տնտեսագիտությունը դա ապացուցել է բազմիցս, որ բարձրարժեք ապրանքներ արտադրելը եւ արտահանելը շատ ավելի ձեռնտու է, քան դրա բազմապատիկ թվերով անգամ ցածրարժեք ինչ-որ մի բան։ Նախ դա բերում է պետության տնտեսության ավելի ամուր հիմքերի վրա լինելուն, զարգանում է տնտեսությունը, զարգանում է արտադրությունը, զարգանում են գործող կազմակերպությունները, որոնք մրցունակ են աշխարհի բոլոր ծայրերում եւ հնարավորություն է տալիս անկախ նրանից դու ինչ բլոկում կգտնվես, քո ապրանքը արտահանել ցանկացած երկիր։ Պարոն Հարությունյան, բայց եթե դուք ինքներդ եք ասում, որ հիմա մենք մեծապես կախված ենք ԵԱՏՄ շուկայից, ինչպես ենք անելու դա։ Եթե առևտրաշրջանառությունը նրանց հետ ավելին է։ Մենք այդ կազմակերպության անդամ ենք, առևտրային շրջանառությունը բավականին բարձր է, նորմալ է։ Ախր ինչ կա այդտեղ երկընտրակին։ Նախ սկսենք նրանից, որ մի բլոկից մյուս բլոկ տեղափոխվելը 1 ժամում չի լինում։ Դրան պետք է երկար համաձայն եմ գործընկերներիս հետ։ Երկար ժամանակ է հարկավոր։ Ինչպես է դա անցավ ապահովելու։ Ցավն ու անցավը կախված է արդեն մեզ, այսպես ասած, թելադրված, պարտադրված այլընտրանքի, իմիջիալոց այս հարցը մեզ պարտադրված է։ Ուղղակի քանի որ մենք ունենք օրենք ընդունված Եվրամիություն գնալու եւ անդամակցելու, այդ պարտադրանքը ինչ որտեղ այստեղ մեղմանում է, բայց մեծ հաշվով պարտադրված է ԵԱՏՄ-ի կողմից։ ԵԱՏՄ-ի կողմից ամեն օր այդ ենք լսում, որ շուտ որոշեք, ուր եք ուզում գնաք։ Այդ որոշելը մի օրվա բան չի։ Իրանք էլ են լավ հասկանում, լավ գիտակցում են։ Ուղղակի իրանք էլ իրենց քաղաքական նկատառումներից ելնելով փորձում են մեզ մի ինչ որ երկարատև ժամանակահատվածի համար կամ իրենց պատկերացնելու միգուցե նաև հավերժության համար
պատասխան կորզել մեզանից, որ մենք մնում ենք ԵԱՏՄ-ում եւ վերջ։ Երթում ենք տալիս, որ ել ուրիշ տեղ չեն գնալու, բայց աշխարհում չկա տենց հարաբերություն, որ հավերժ լինի։ Չկան քաղաքական հարաբերություններ հավերժ, կան շահեր։ Շահերը համընկնում են, Այսինքն շարունակում են։ այսօրվա Հայաստանի շահերից ձեր կուսակցության կարծիքով բխում է եւ ԵԱՏՄ-ից դուրս գալը եւ Եվրամիություն գնալը։ Դուրս գալը ոչ այսօր։ Դուրս գալը իր Առաջիկայում։ Այո, Տեսանելի ապագայում։ Այո, որովհետեւ մենք Շնորհակալ եմ։ պատկերացնում ենք, որ այդ պարագայում Հայաստանը ել ավելի կուժեղացնի իր տնտեսությունը եւ մրցունակ կլինի ընդհանրապես, ոչ թե իր բլոկի սահմաններում։ Պարոն Բաղդասարյան, ուզում եք արձագանքել։ Ահա, սիրով նախ ցավի հետ կապված հարց բարձրացրեց, գիտեք, ցավը մարդու հետ է իր ամբողջ կյանքում, այլ խնդիր է այդ ցավը պատճառվում է քեզ կոնկրետ ճիշտ ճանապարհ գնալուց, թե ոչ ճիշտ ճանապարհ գնալուց։ Այո, եթե կան թիրախային գործառույթներ, բնականաբար նաև պետք է լինի ցավը, ուղղակի դրա օգտակար գործողության գործակիցը եւ երկրորդը, խոսք գնաց բիզնեսը խլելու հետ կապված, շատ կարեւոր դա հարցադրում էր։ Նայեք, էլի 90-ականներին, երբ ԽՍՀՄ փլուզվեց, տոտալ թալան գնաց։ Տոտալ թալանի արդյունքում որոշակի մարդիկ դարձան օլիգարխներ, իսկ այն երկրում, որտեղ կան պայմանական օրինական միլիոնատերեր եւ թոշակառուն վատ ապրում, նշանակում է ինչ որ բան տեղը չի։ Այսինքն այն հարցադրումը եւ հետագայում նորից գնանք, եթե չի գործում ընտրովի արկային օրենսգիրքը գործում եւ բխոբացական հետևանքներով, ապա բնականաբար թալանը պետք է ետ բերվի։ Հասկանալի է։ Հիմա ես ձեզ երկու հարց եմ ուզում տալ միասին եւ կխնդրեմ հնարավորինս սեղմ պատասխան։ Ձեզ տամ այդ հարցը կարող եք արձագանքել եւ իմ հարցին անդրադառնալ։ Պարոն Գյուրջինյան, ձեր կարծիքով հիմա այսօր Հայաստանի տնտեսության գլխավոր խնդիրը որն է։ Ձեր կուսակցությունը այս դեպքում ինչ տեսակի տնտեսություն է ուզում ունենալ, հիմնված որ ոլորտի, որ ճյուղի վրա։ Թույլ կտակ արձագանքեմ, այնուհետև հարցին պատասխանեմ։ Նախ գործընկերներին ուզում եմ շնորհակալություն հայտնել բավականի բովանդակային քննարկում սկսելու համար զգացվում է, որ տենց բան ողնուծուծով քաղաքական գործիչներ չեն ներկա, չենք սկսել իրար վրա դեռ գոռալ, բան, չգիտեմ, ջուր շփել եւ այլն, իսկապես միգուցե բոլորիդ հետ ամեն հարցում համաձայն չեմ, բայց շնորհակալ եմ, որովհետեւ բովանդակային եք խոսում եւ կարելի է բովանդակային արձագանքել։ Հիմա որպեսզի ինձ ու հատկապես Տիկին Սողոյանին Սաղեյան կներեք, հա, եթերից հետո չասեն ռուսաստրուկ, բան, չգիտեմ, վասալ եւ այլն, մի sense ակնարկ եմ ուզում անել, էլի, տեսեք, մեր հասարակությանը ինձ թվում է գցում են մի փոքր թյուրիմացության մեջ։ Գիտեք ինչ տպավորություն է ստեղծվում մեր հասարակության մոտ, որ Եվրամիության դռները sense երկաթե վարակույրով մեր առաջ փակ էին եղել 30 քանի տարի, այ մոտավորապես այդ օրենքի ընդունելուց հետո տենց օրվա իշխանությունը փորձում է այդ վարակույրը բացել ու տենց մեզ ճանապարհ հարթել դեպի Եվրոպա։ Ոչ։ Եվրամիության հետ։ Պարոն Գյուրջինյան, շատ կարճ հիշեցնեմ 2013 թվականը, երբ մենք մի օրում ԵԱՏՄ անդամ դարձանք։ Եվ շարունակենք։ ԵԱՏՄ չէ, ժամանակ Մաքսային միության։ ԵԱՏՄ անդամ դարձանք, ունենալով Եվրամիության հետ 91 թվականից, այսինքն Հայաստանի անկախացումից ի վեր, քաղաքական երկխոսություն, տնտեսական համագործակցություն։ Այսինքն դա նորմալ էր, որ մենք գնում էինք Եվրոինտեգրման, բայց մի գիշերում որոշեցինք, որ մենք Մաքսային միության անդամ պետք է դառնանք։ Ոնց ձեզ պատասխանեմ, ես տենց բան չէի անի, եթե լինեի երկրի նախագահ։ Կարելի է տենց պատասխանել։ Թույլ կտակ արձագանքել։ Ես ավարտեմ, էլի կներեք։ Հասարակությունը պիտի հասկանա, որ Եվրամիությունը թե քաղաքական համագործակցության առումով, թե տնտեսական համագործակցության առումով Հայաստանի Հանրապետության համար բաց է, թե Եվրամիությունը, թե Եվրամիության անդամ երկրները։ Այժմ մենք Եվրամիության հետ ունենք առևտրի պրեֆերենցիալ ռեժիմ։ Օգտվում ենք, թե չենք օգտվում։ Այ դա է հարցը։ Եթե ունենալով պրեֆերենցիալ առևտրի ռեժիմ, ինչու ենք Եվրամիություն արտահանում հիմնականում հանքանյութ։ Որովհետև իմ ասածն է գործում, պատրաստ չենք մրցակցության։ Այո, այստեղ արդեն գործընկերոջ դիտարկմանը փորձեն պատասխանել։ Հիմա պատրաստ չենք, եկեք պատրաստվենք։ Եվրամիությունը մեզանից ինչ է ուզում։ Ուզում է ընդհանրապես իր ստանդարտներին, կանոնակարգումներին համապատասխան արտադրանք արտադրենք։ Դե արտադրենք, ուստեղ էլ պետության մեծ դերը կա ի դեպ։
Պետությունը, եթե իսկապես գոնե տնտեսական առումով շահագրգռված է Եվրամիության հետ տնտեսական ինտեգրման, պիտի բռնի արտադրողներին ու պայմանական ասեմ ձեռքը եւ Եվրոպա տանի։ Եվ դա ԵԱՏՄ հետ ոչ մի կապ չունի։ Մենք ոչ մի տարաձայնություն ԵԱՏՄ գործընկերների հետ այդ դեպքում չենք ունենալու։ Դուք ԵԱՏՄ գործընկերներից հատկապես Ռուսաստանից այսպես տնտեսական շանտաժի երանգներ չեք զգում, պարոն Գյուրջինյան։ Չասեմ տնտեսական շանտաժ, քանի որ փորձում եմ քաղաքական գործիչ դառնալ, պիտի փափուկ արտահայտվեմ, հատկապես արտաքին գործընկերների։ Ոչինչ, երևի ԱԳՆ-ում չեք աշխատելու, հանգիստ կախեք։ Դե բա մարդ ես հիմա մեկ էլ տեսար։ Ամեն դեպքում պարապեմ, փորձեմ փափուկ պատասխանել։ Տեսնում եմ որոշակի պայմաններ առաջ քաշած, բավականի խիստ պայմաններ, եւ այդ պայմանները առաջացան եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից հետո Երևանում։ Մենք ինչ որ կարմիր Դե գծեր առաջ էլ կային։ առաջ նման կերպ չէին։ Ես ձեզ հիշեցնեմ ապրիլի 2-ին Օվերչուկի հայտարարությունները։ Մայիսի 4-ին եղավ Եվրոպական քաղաքական համայնքի Դե արդեն գիտեին, որ լինելու է, մի հատ զգուշացրեցին, մի հատ էլ post Ես էլ factum։ կուզեի ռեմարկանեի այդ կապակցությամբ։ Ну, իմ կարծիքով, օրինակ, Զելենսկին Հայաստան չպիտի գար։ Կամ գոնե եթե գալիս է, օքեյ, գալիս է, չպիտի խոսար մայիսի 9-ին, չգիտեմ, կհարվածենք Մոսկվային, չենք հարվածի Մոսկվային։ Հասկանալի է, խնդրեմ Տիկին Սաղյան։ Ռեմարկս վերաբերում է նրան, որ դուք հիշատակեցիք, հարց տվեցիք շանտաժի մասին Ռուսաստանի կողմից, գիտեք ինչ, անկախ նրանց որ երկիրը դա կլինի, եթե մենք մեզ այնպես ենք դրսևորում, որ մեր գործընկերները իրենց թույլ են տալիս մեր հետ խոսել այդ լեզվով, մենք չպետք է կանգնենք, ասենք վայ, մենք թույլ ենք տալիս։ Այսինքն ոնց պետք է թույլ չտանք, մեր պահվածքով, որ մեր հետ խոսեն այդ լեզվով։ Եթե մեր իշխանությունը լինի իր տեղում, վստահաբար Օվերչուկի խոսքերը այդպես կտրուկ չէին լինի, կհնչեին ավելի մեղմ, սա մեկ։ Երկրորդը, ԵԱՏՄ-ի ներկայացուցիչները, այսինքն որ Լուկաշենկոն Հայաստանի մասին ծաղրով խոսում է, որ Ռուսաստանի տարբեր կալիբրի պաշտոնյաներ մենք ինչ ենք արձագանքել Լուկաշենկոյին։ Ինչ պետք է անենք, կռիվ անենք իրենց հետ, լեզվակռիվ, բայց ոչ, բացարձակ, բայց կարելի է մեր տեղում լինենք։ Անել տալ այնպիսի արձագանք, որ հաջորդ անգամ այլևս Լուկաշենկոն չկարողանար։ Դե մենք չտվեցինք այդ արձագանքը, Ինչպեսի արձագանք պետք է տանք։ Նույնքան կոշտ, կռիվ պետք չի անել ոչ մեկի հետ, բայց երբ որ դու բաց ես թողնում Ալիևի կողմից երկրի վարչապետը հայտարարում է, որ դրանից հետո Հայաստանի ոչ մի պաշտոնյա չի գնալու Բելարուս, դա կոշտ չի։ Ինչ պետք է անել։ Հայտարարությունը։ Լուկաշենկոն այդ հայտարարությունը դրա համար չարեց, որ լսի այդ բանը Նիկոլ Փաշինյանց, Հայաստանի վարչապետից։ Այդտեղ այլ ճանապարհներ կան միտքը հասցնելու, ասածս հետևյալն է, եթե թույլ տաք շարունակեմ, ԵԱՏՄ-ի պաշտոնյաները գործում են այդ կառույցի շահերից ելնելով։ Հիմա իրանք համարում են, որ այս պահի դրությամբ Հայաստանը իր դերը խաղում է ԵԱՏՄ-ում, տեսնում են, որ Հայաստանը ինչ որ տարօրինակ շարժումներ անում դեպի ԵՄ, իրանք արձագանքում են։ Հասկանալի է։ Բայց Հայաստանը իր շահով առաջնորդի, ժամանակը կարճ է եւ անդրադառնանք իմ հարցին տնտեսության մասին, պարոն Գյուրջինյան, գլխավոր խնդիրը շատ դժվար է հատկորոշել։ Եվ ինչ տեսակի տնտեսություն եք ուզում, օրինակ տնտեսական, ասենք, բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված հանքահունքային արդյունաբերություն, թեթև արդյունաբերություն։ Ես կարելի է ավելի ընդհանուր պատասխանեմ, որովհետև գլխավոր խնդիրը տնտեսության տենց դժվար է հատկորոշել։ Կան բազմաթիվ խնդիրներ, կան խնդիրներ օբյեկտիվ, կան խնդիրներ սուբյեկտիվ, կան խնդիրներ կապված հարկաբյուջետային քաղաքականության հետ պետության, կան խնդիրներ մեր աշխարհագրական դիրքի հետ կապված։ Ես սենց ասեմ, էլի, ես ասեմ ելնելով այն կոնցեպտից, որ առաջարկում է Լուսավոր Հայաստան կուսակցությունը։ Մեր կոնցեպտն է պաշտպանել ինքնությունդ, եւ մենք կարծում ենք, որ մեր ինքնության մի մասը դա նաեւ տնտեսական ինքնությունն է։ Դա ինչ է։ Մեր հայերիս կբացատրեմ։ Չնայած ավելի մանրամասն խոսալու եմ իմ ոդկասթներից մեկի ժամանակ, կարող եք Եթե կարելի է մի փոքր անոնց տվեք մեզ, ինչ է տնտեսական ինքնությունը։ Տնտեսական ինքնությունը նա է, որ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը պիտի զարգանա հաշվի առնելով այն ճյուղերը, որոնք որ պատմականորեն Հայաստանի Հանրապետությունում զարգացած են եղել եւ մոտ են մեր մենթալիտետին։ Օրինակ, ատոմային էներգետիկան։
խոսակցություններ են գնում, հա, ատոմակայանը փակել, մոդուլային ատոմակայան կամ ատոմակայաններ բացել կամ, չգիտեմ, եթե լսենք մեր թուրք եւ ադրբեջանցի գործընկերներին ընդհանրապես փակել եւ այլն եւ այլն։ Բայց ատոմային էներգետիկան դա մեզ մոտ 70 թվականներից զարգացած ճյուղ էր։ Մենք ունեինք ահռելի կադրային ռեսուրսներ ատոմային էներգետիկայի մեջ։ Մեր մասնագետները հիմա աշխարհով մեկ աշխատում են Բանգլադեշում, չգիտեմ, Իրանում, Բելարուսիայում եւ այլն, իսկ մենք դնում Իսկ օրինակ գինու արտադրությունը մեր, ոնց ասացիք տերմինը, տնտեսական ինքնության վրա հիմնված արտադրանք։ Միանշանակ, նույնը բարձր տեխնոլոգիաներ։ Իսկ օրինակ մոլիբդենը Դա հանքարդյունաբերությունը, հանքարդյունաբերությունը սենց ասեմ, եթե պարզ, հա, հասարակության համար հասկանալի լեզվով ասեմ, հանքարդյունաբերությունը մենք պիտի յոլա տանենք, ընդունենք, որ առանց հանքարդյունաբերության զարգացման այժմ հնարավոր չէ, քանի որ մեր տնտեսության լոկոմոտիվն է եւ մեր էքսպորտի հիմնական ուղղությունը։ Իսկ բարձր տեխնոլոգիաները։ Բարձր տեխնոլոգիաները գալիս է Սովետական միությունից եւ էլի հետ։ Եվ հարցը հակառակ տամ, պարոն Գյուրջինյան, օրինակ ինչ ոլորտ է, որ մեր տնտեսական ինքնության հետ համատեղելի չէ։ Ինչ ոլորտ է, որ մեր տնտեսական ինքնության հետ համատեղելի չէ։ Չգիտեմ, օրինակ խաղատները, օրինակ, չգիտեմ, հասարակած տների օրինականացումը։ Փակելու եք խաղատները։ Խաղատները հիմա մեծ հաշվով փակ են։ Կա առանձնացված տեղերում մի քանի հատ հանրապետությունում դա նորմալ է։ Չէ, դուք վերացական հարց տվեցիք, ես վերացական Շնորհակալ եմ, պարոն Բաղդասարյան, ձեր տեսակետը։ Շնորհակալ եմ։ Հասարակած տները չեն բացի, օրինակ, չեն կորինականացնի։ Հասարակած տներ կան հիմա այտենց բաց Դե չկան, մեր ինքնությանն էլ դեմ են։ Մենք էլ չենք բացի։ Այո։ Խնդրեմ, պարոն Բաղդասարյան։ Ну, վերջից գամ հասարակած տների հետ կապված միանշանակ կան, այլ խնդիր է, որ օրենքով կարգավորված չի, բայց փաստացի կա։ Դա ավելի վատ է, քան թե լիներ օրինական կամ պետքա չլինի, կամ լինելուց պետքա լինի օրինական։ Ինչևից է։ Հիմա դուք որ գաք փակելու եք, թե դարձնել եք օրինական, եթե բարձրացրել եք հարցը։ Մենք որ գանք այդ հարցի պատասխանը կտանք։ Ես առարկական Հիմա այդ մասին ենք խոսում, որ գաք ինչ եք անելու։ Կքննարկենք փորձագետների հետ միասին եւ կանենք։ Եթե գիտեք, իրականում կան մարմնավաճառներ եւ դա հանրահայտ փաստ է, երրորդ մասից սկսած չգիտեմ որտեղով վերջացրած, նաեւ պետք է հասկանալ, որ մարդը բարձրագույն արժեք անկախ նրանից կներեք անբարոյականը թե բարոյականը եւ վերջին հաշվով պետական լիազոր մարմնի հսկողության առողջությունից սկսած վերջացած միսով պետք է լինի։ Հետաքրքիր է, որ տնտեսական ոլորտների հարցը եկավ հասավ հասարակած տներին։ Դուք ցանկացած շարունակեմ, դա իրականում դուրս թեմա է եւ ինչ տեսակի տնտեսություն եք դուք պատկերացնում, որ ոլորտների դա հետ կապված մի փոքր արձանագրում անեմ, օբյեկտիվությունը բայրի հետ կապված, մոտ մի 10 րոպե առաջ եւ ցանկացա արձագանքեմ բանախոսին, ասացիք թող վերջացնի, մյուսն է վերջացնի ու արձագանքի։ Արձագանքեցիք դրանց հետո, միանշանակ ճիշտ եք, դա հանրահայտ փաստ է։ Բայց քիչ առաջ իմ հարգելի գործընկերը ցանկացավ արձագանքի, դուք չասեցիք, որ ես էլ ավարտեմ ֆրակացիոն, որ նորից հետո արձագանքի։ Ես խնդրեմ այդ հավասարության պա, հարմոնիան պա։ Շատ լավ, շատ։ Դա իմ միգուցե կարա սուբյեկտիվ կարծիք լինի, բացարձակ միտում չեմ տեսնում։ Ինչ վերաբերում է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ազգային ծրագրին, իմ ձեռքի տակ կա շատ գեղեցիկ, փայլուն ոսկեղենիկ հայերենով ծրագիր, որը որ իրականում խումբը աշխատել է, գրել է։ Բայց գիտեք, մի բան է ծրագիրը, մի բան է դա այն իրականացնել է։ Հիմքերի հիմքը նորից եմ ասում, պտտվում են եւ գալիս է դեպի կադրերը։ Եվ գալիս է դեպի կադրերը բոլոր լավ հետևանքներով։ Համենայն դեպս մեր ազգային ծրագիրը սոցիալ-տնտեսական կանոնը հետևյալում։ Առաջինը մենք կարծում ենք, որ Հայաստանը պետք է դադարի լինել միայն սպառող երկիր եւ ունենք պոզիտիվ պարտավորություն դառնալ արտադրող, արտահանող եւ տեխնոլոգիական պետություն։ Եվ որպես իրավապաշտպանում նաեւ արձագանքում արձանագրում պետության գլխավոր նպատակը պետք է լինի ոչ թե հարկ հավաքելը, այլ քաղաքացուն հարստացնելը։ Եվ որքան հարուստ է քաղաքացին, այնքան ուժեղ է պետությունը։ Ճյուղերը ես եթե ցանկանաք թվարկեմ։ Մի հարց տամ նոր ճյուղը շարունակեք։ Որ ասում եք կադրերը պետք է կարևոր լինեն, պարոն Բաղդասարյան։ Օրինակ դոկ կուսակցության ապագա էկոնոմիկայի նախարարը ով է։ Շատ լավ։ Հիմա ես ձեր հարցին պատասխանեմ կադրերի հետ կապված գլոբալ։ Նայեք, 40-ականների վերջին Հարասլավիայի պետության նախագահ Տիտո հայտնի դեմքեր ինքը եւ հատուկ ծառայությունը գալիս եկուցում է, ասում է գիտես քո գլխավոր խորհրդական ով կադրերի հարցով է զբաղվում։ Նա ըստ էության երրորդ երկրների հատուկ ծառայությունների հետ շփվում է։ Ну, երկրի նախագահն ասում է, խնդիր չկա շփվում, բայց հետևեք, տեսեք, թե դա ինչ գործառույթ է իրականացնում։
Եվ որոշ ժամանական ձգություն են, որ X երկրի X պաշտոնյան ասում է, այս մարդուն վերցրա, տար այն հիմնարկի տնօրեն դիր, որը ոչ մասնագետ է։ Պետության քանդման հիմքերի հիմքը դա ոչ մասնագետի գործառույթն է։ Այդ կադրերի հարցով դա ասեցի։ Ինչ վերաբերում է էկոնոմիկա նախարարին թե ով է լինելու, ես ասեմ ձեզ հետեւյալը, որ պահին Աստծո մենք իշխանությունը կվերցնենք, հայտնի կդառնա ինչպես էկոնոմիկայի նախարարը։ Մենք այս պահին չենք Համաձայնեք, որ եթե դուք կադրային քաղաքականությունը այդքան կարևոր տեղում եք դնում եւ քննադատում եք ոչ մասնագետներին պաշտոնների նշանակելը, պետք է ունենաք հստակ պատկերացում ֆինանսների նախարարը ով է, փոխվարչապետերը ովքեր են, էկոնոմիկայի նախարարը ով է, փոխվարչապետերը։ Կներեք ես փորձեմ ավարտեմ, հա։ Մեր համար չի լինելու ընտրովի կադրեր ընտրել։ Բացառապես ոնց որ հիմա արվում, ոնց որ նախկինում արվել։ Կուսակցական պետքա լինի։ Պետքա լինի ավելի շատ ոչ թե մասնագետ, այլ պետքա լինի հավատարմության այն նշանի բարձր ցենզը չի լինելու։ Եվ այդ կադրային բանկ կոչվածում լինելու են բոլորը լավագույնը ամեն մեկ իր տեղում եւ իր։ Կադրային բանկ եք ստեղծելու, ընտրեք։ Կադրային բանկ մենք ունենք, հավաքում ենք, ասեմ ձեզ որ հերթ է, տարբերություն։ Դե ոլորտներն էլ ասեք, որ հետո ինչ մեղադրեք, որ ձեզ բացարձակ մեղադրելու ցանկություն բացարձակ չկա, նաեւ շատ շնորհակալ եմ, բավականին կոմպետենտ եւ բարձր որակով ներկայացնում եք հարցերը, շնորհակալ եմ։ Թեթև արդյունաբերության վերածնունդը կարևորում ենք։ Հանքարդյունաբերության ազգային մոդելը մի փոքր բացեմ, որովհետեւ նախորդ հարցը հանքարդյունաբերության վերաբերյալ տվեցիք։ Մենք վստահ ենք, որ Հայաստանի ներքը չի կարող ծառայել մի քանի օլիգարխի կամ օտար կենտրոնների շահերին։ Հանքային ռազմավարական ռեսուրսների կառավարումը ենթարկվել է պետական վերահսկողության, արգելվելու է միայն հումքի արտահանումը։ Հայաստանում կառուցվել են վերամշակող եւ պատրաստի արտադրանք ստեղծող գործարաններ։ Յուրաքանչյուր հանքարդյունաբերական ծրագիր պարտադիր ունենալու է նաեւ բնապահպանական վերականգնման ֆոնդ, պարտադիր պայմանավորվելու եւ մենք կարծում ենք, որ Հայաստանի ոսկին պղինձը մոլիբդենը պետք է աշխատեն բացառապես պետության քաղաքացու բարեկեցության համար։ Հասկանալի է։ Տիկին Սաղյան, խնդրեմ։ Մեր նախընտրական ծրագրային դրույթներում մենք առանձնահատուկ տեղ ենք հատկացրել այն կետին, որ առաջի հերթին տնտեսության մեջ պետության դերակատարումը միանշանակ պետք է բարձրացվի։ Այստեղ միանգամից միմյանց ճիշտ հասկանանք, հավլիցի չենք խոսում պլանային տնտեսության մասին, կամ ինչ-որ մեկից ինչ-որ բան խլելու մասին, միանշանակ ոչ, բայց մեր մասնագետների համայնքը նույնպես ուսումնասիրել է այս հարցը, հետազոտել է եւ եկել է այն եզրակացության, որ մասնավորապես ռազմավարական ռեսուրսների մասով պետության մասնակցությունը եւ վերահսկողությունը միանշանակ պետք է բարձրացվի, այստեղ համաձայն եմ գոլեգաների հետ։ Տարիներ շարունակ այդ հարցը բոլորը տալիս էին, բայց այդպես օրինակ եմ բերում, պատասխան չստացվեց։ Եթե մենք արտահանում ենք օրինակ պղնձամոլիբդենային հումք, ինչու մենք չենք կարող վերամշակել այստեղ Հայաստանում, հարստացնել եւ վաճառել ավելի թանկով, պատրաստի ոչ թե կոնցենտրատ պղնձամոլիբդենային, Կատանյութ, այլ պատրաստի որևէ արտադրանք, որը միանշանակ մեզ կբերի ավելի շատ փող։ Այդ հարցի պատասխանը ոչ մի իշխանություն չկարողացավ տալ։ Վերամշակող գործարաններ է կառուցում Հայաստանում։ Ոչ միայն այդ ոլորտում, հա, այն ինչ որ հնարավոր է, որտեղից հնարավոր է գեներացնել Հայաստանի Հանրապետության համար ավելի շատ շահույթ, այդ ոլորտները պետք է միանշանակ լինեն ավելի խիստ վերահսկողության տակ, ընդհանուր միջև պետությունը պետք է ունենա մասնաբաժիններ։ Հասկանալի։ Խլելու մասին չի խոսքը, հա, օրինակներ կան տարբեր երկրներում։ Օրինակ Քաջարյանում ինչպես ունեցավ։ Այդ հարցերը, այո, տարբեր վաճառեց։ Մենք քանի որ անցել Շատ լավ օրինակ չէր Քաջարյանում, ինչպես Խորհրդային միությունից հետո, քանի որ Հայաստանում ստեղծվեց այսպես վայրի ինչ որ լիբերալ կապիտալիզմ, հա, ոնց որ Խորհրդային միությունից ժողովուրդը սենց միանգամից դուրս եկավ եւ ընկավ այդ վայրի կապիտալիզմի գիրկը։ Ձեր կուսակցության պատկերացմամբ ծանր արդյունաբերությունն է հիմնական լոկոմոտիվը։ Առհասարակ, ինչպես որ շեշտեցին գոլեգաները, համաձայն եմ այստեղ, որ մենք պետքա կոնսումերիստական հասարակություն չլինենք, սպառողական հասարակություն չլինենք, թեպետ ոնց որ թե գնում ենք այդ ուղղությամբ, այդպես իհարկե շատ հարմար է եւ իշխանության էլ այդպես հարմար,
Ինչ արտադրել օրինակ Հայաստանում։ Ինչի պոտենցիալ ունենք, որ հիմքերը մենք ունենք, չէ՞, մենք ունենք շատ լավ գինու արտադրություն, կոնյակի արտադրություն եւ այլ, դրանք պետք է զարգացնել։ Հասկանալի է։ Ռեսուրսները պետք է վերցնել վերահսկողության տակ։ Եթե թույլ տակ կարճ ավելացնեմ, որ ասում եք ռեսուրսները վերահսկողության տակ, ես լավ չեմ պատկերացնում։ Օրինակ կա պետական վերահսկողական ծառայություն, օրինակ, իրականացնում որոշակի ստուգումներ։ Ունենք տեսչական մարմիններ, ունենք պետեկամուտների կոմիտե։ լավ են իրանք Չէ, որ ասում եք ավելի ուժեղ վերահսկողության տակ վերցնել, լավ աշխատել։ Ես շեշտեցի ընդհուպ միջև մասնաբաժին ունենալ։ Հասկանալի է, շնորհակալ եմ։ Ավարտեք, խնդրեմ։ Հա, միտքս ավարտեմ եւ այդ կապակցությամբ մենք միշտ առաջ ենք տանում այն գաղափարը, որ Հայաստանում պետք է մշակվի ազգային անվտանգության հայեցակարգ, համապարփակ, որը կլինի այն ճանապարհային քարտեզը, որով շարժվելու է պետությունը, բոլոր ոլորտները, եւ այստեղ ինչու՞մ է երկուստեք դա կարեւոր է։ Քաղաքացին վստահ կլինի, որ պետության շահը ամրագրված է այդ փաստաթղթի մեջ եւ այլևս կախված չի լինելու անձերի իշխանության գտնվող անձերի կամայականություններից, նաեւ իշխանության եկած անձերը, քաղաքական ուժերը էլի ապահովագրված կլինեն դրսի ճնշումներից, որովհետև երբ որ մարդուն կկանչեն, կասեն ինչ որ բան կփորձեն սպասալ ականջին, ինքը կասի կներեք, նայեք, ստե փաստաթուղթ հասկացա։ Ես չեմ կարող այս փաստաթղթի շրջանակներից դուրս գալ։ Շնորհակալ եմ, պարոն Թադևոսյան։ Շնորհակալություն։ Շեշտեմ, որ ազգային ժողովրդավարական բևեռը իդեպ 8-րդ քվեաթերթիկ մեր ընտրողների համար իր տնտեսական քաղաքականությունը պատկերացնում է ուղղել անպայման արտադրողական տնտեսություն ունենալուն եւ մենք հիմա պետք է արձանագրենք, որ ցավոք սրտի վերջին տարիներին խորացել է մեր հասարակության սպառողական, տնտեսություն ունենալու միտումը եւ մեր պետության համար ու մեր պատկերացմամբ ազգային ժողովրդավարական բևեռի պատկերացմամբ բարձրագույն ռեսուրսը եւ արժեքը դա հայ մարդն է իր գիտելիքների, մասնագիտական, ինտելեկտուալ կարողություններով։ Ցավով նշեմ, որ ներկայումս մասնագիտական, գիտական եւ տեխնիկական գործունեություն ծավալող մեր աշխատողները ամենացածր վարձատրվողներն են, եթե պաշտոնական վիճակագրության հրապարակած տվյալները նայենք, սա արմատապես պետք է փոխվի։ Այսինքն հայ մարդը, քանի որ մեր ազգաբնակչությամբ թվականակով զիջում ենք մեր հարևան երկրներին, մրցակցային տնտեսություն ունենալու համար եւ ազգային բարեկեցություն ունենալու համար պետք է ստեղծի բազմապատիկ անգամ ավելացված արժեք։ Եվ ես այստեղ համաձայն եմ, որ մենք միանշանակ պետք է մեր ռեսուրս, հանքային ռեսուրս արտահանող երրորդ աշխարհի երկրի վիճակից դառնանք բարձր տեխնոլոգիական եւ զարգացող տնտեսություն կառուցող երկիր հասարակություն։ Այս նպատակով Հայաստանի Հանրապետությունը ամբողջ իր ֆինանսավարկային ու հարկային քաղաքականությամբ պետք է նպաստի նրան, որ հայ ազգը մենք ունենք դրա համար հրաշալի ռեսուրս մեր 8 միլիոն մոտավորապես նաև սփյուռքը շահագրգռված լինի բիզնես ստեղծել եւ ավելացված արժեք ստեղծել իր հայրենիքում, իր հայրենիքի համար, օգտագործելով 21-րդ դարի հասանելի բոլոր տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաները։ Շատ լավ, պարոն Թադևոսյան, ներողություն, որ թեմայից շեղվում եմ, բայց արդեն որերորդ կուսակցությանն եմ լսում, որ անդադ ասում են հայ մարդը, հայ ազգը եւ այլն։ Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնություններ էլ կան։ Ինչու միշտ շեշտը դնել, որ հայ մարդը, ասենք, էթնիկ պատկանելությունը։ Շնորհակալություն ձեր հարցի համար։ Մեր պետությունը 98%-ից ավել իր միատարր է, ազգությամբ հայ մարդիկ են, դրա համար մենք չենք ստորադասում մեր ազգային փոքրամասնություն եղբայրական ժողովուրդներին, ազգերին, այլ այդ համամասնության մեջ պարզ է դառնում, որ 98%-ից ավել ազգաբնակչությունը, որ ազգությամբ հայեր են կազմում պաշտոնապես, իրենք պետք է այդ բարիքի մեծ մասն ստեղծեն։ Իսկ ով է բացառել, որ եզդի կամ ասորի ժողովուրդների համար այդ նույն գործիքները գործելու են Հայաստանի ցանկացած քաղաքացու համար։ Խնդիրն այն է, որ այդ գործիքները չեն գործում այսօր եւ միտում է չկա անելու։ Մենք որպես ազգային ուժ եւ ազգային պետությունը, ինքնիշխանությունը առանցքային, սկզբունքային եւ այսպես անզիջում համարող սկզբունք մեր համար ուղղելու ենք։ Այսինքն ձեզ համար ընդունելի է, որ ձեր իշխանության օրոք, օրինակ, պաշտոններ տակ եզդիներին, ասորիներին, հրյաներին,
տեսեք, պաշտոնները չեն տրվում, պաշտոնները լինում Դե են նշանակովի կամ արժանիքի, արժանք ունի շատ լավ որակներ։ Միանշանակ, եթե մեզ հետ որևէ խնդիր հակադրություն չունեցող, բայց ազգությամբ, ասենք, մեր եղբայրական ժողովուրդ է, մասնագիտական եւ իր որակներով եւ պատրաստվածությամբ ինքը մրցակցային առումով չի զիջում, նույնիսկ այն դեպքում, եթե կունենա ուրախ կլինենք առավելություն, որևէ կերպ չի կարող դեր խաղալ նրա պատկանելությունը, այսինքն մեր շրջապատում էլ կան, եթե մարդը, ասենք, ազգությամբ եզդի է, բայց տիրապետում է իր գործին կամ մեկ այլ ազգության է, բայց ապրում է Հայաստանի Հանրապետությունում, տասնամյակներ դարեր շարունակ մեր կողքին, ծանոթ է եւ ընդունելի է իր համար մեր մշակույթն ու ինքնությունը, մենք երբևիցե այդպես Շնորհակալ եմ։ Կարող եմ արձագանքել, քեզ նույնիսկ ասում ենք։ Հետո վերջում։ Այո։ Պարոն Հարությունյան, ձեր տեսակետը։ Կարճ անդրադարձով վերջին թեմային արձագանքեմ, անցնեմ առաջ։ Իրականում ես կուզեի, որ մեր խոսույթից դուրս գար այդ հայ կամ այլ ազգի ինչ որ հասկացողությունները այն առումով, որ մենք պետք է դաստիարակենք քաղաքացի լինելու մշակույթը։ Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի իր ազգային պատկանելությունից անկախ հավասարազոր պետք է ունենա հնարավորություն ցանկացած հարցում։ Այդտեղից սկսվում է մեր խնդիրները, երբ որ մենք դասակարգումներ ենք մտցնում, հետո խճճվում ենք այդ դասակարգումների մեջ, հետո դարձնում ենք արդեն շովինիզմի ինչ որ մի հատ sense տարեր ենք ստեղծում, դա պետք է ուղղակի կտրականապես մերժել, դրանից հեռու մնալ եւ անցնել առաջ։ Եթե ցանկացած ազգի մարդ պատկանելության, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ ապրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու այն բարձր գիտակցությամբ, ինքը պետք է Հայաստանի Հանրապետության համար ունենա իր ուժերը ներդնելու լիարժեք կարողություն։ Հասկանալի է։ Հիմա տնտեսությանը։ Մենք պատկերացնում ենք սոցիալ-շուկայական տնտեսություն Հայաստանի Հանրապետությունում, որպես մոդել նշեմ գերմանական մոդելը։ Այս պահին մեր տնտեսությունը ավելի շատ լիբերալ է, բայց չի կարելի ասել, որ բրիտանական տնտեսությանը նման, որովհետև Բրիտանիան իր լիբերալությամբ ամեն դեպքում աշխարհում ծանրակշիռ դեր ունի, բայց ինչի սոցիալ-շուկայական տնտեսություն, որովհետև գերմանական փորձը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ցույց տվեց եւ ապացուցեց, որ պետական ակտիվ մասնակցությամբ տնտեսության շուկայական տնտեսության կազմավորումը բավականին արդյունավետ ասած ընթացք եւ բան ունեցավ, հաջողություն ունեցավ։ Կարևորը այդտեղ ես գործընկերները ամեն մեկը իր ձևով նշում հղում արեց այն բանի, որ պետությունը պետքա ունենա մասնակցություն, համամիտեմ այն առումով, որ եթե Հայաստանի Հանրապետության ընդերքը հարուստ է որոշակի հանածոներով, ընդերքը պատկանում է ամբողջ պետությանը, պետության բոլոր անդամներին, ժողովրդին։ Այսինքն ընդերքը եթե շահագործվում է եւ դա այդ համամասնությունը պետքա որոշել, այդ ասած խելամիտ սահմաններով եւ պետության ակտիվ մասնակցությամբ։ Քաջարյանի օրինակը բերեցիք, մասնակցության ընթացքը ձևը մնացածը դնենք մի կողմ, բայց ամեն դեպքում մասնակցությունը միանշանակ ճիշտ է։ Ես կասեի անգամ, որ տոկոսը բավականին քիչ է։ Այնպես որ Հայաստանի Հանրապետության ընդերքի ամբողջ հարստությանը, դրա շահագործմանը, խոշոր շահագործման մասին է խոսքը, ոչ թե փոքրիկ հանքեր, որ ասենք տեղական նշանակության ինչ-որ հարցեր են, դրանց ուրիշ պահանջներ է պետք ներկայացնել, որպեսզի էկոլոգիան բարձրագույնս պահպանվի, չէ՞ որ ցանկացած հանքի շահագործում մեծ հաշվով մեր ժողովրդի առողջության հաշվին է։ Եվ ինչ ոլորտների վրա հիմնված տնտեսություն եք պատկերացնում, պարոն Հարությունյան։ Որպես տնտեսագետ ասեմ, դա շատ պարզ է։ Այսինքն մենք առաջին հերթին գնահատում ենք ինչ ունենք։ Եթե մենք ունենք պղինձ, բայց ուզում ենք արտադրենք ոսկի, չի լինի։ Մենք ունենք պղինձ, արտադրում ենք պղինձ։ Պղինձը արտադրում ենք այնպես, որ ստանանք վերջնական արտադրանք։ Դուք խոսում եք միայն ծանր արդյունաբերության մասին, բա օրինակ տեղեկատվական տեխնոլոգիաներ, բարձր տեխնոլոգիաներ։ Ջան, բոլորն ասում մենք ունենք ինչ ունենք, չէ՞։ Հիմա նայեք, տեխնոլոգիաները արդեն ինչ որ չափով այս Nvidia-ի հետ համագործակցությունը եւ այլն մտնում են Հայաստան, շատ բան, ոնց ասած, ողջունելի բան է եւ իրոք անհամբեր սպասում եմ դրա զարգացմանը։ Բայց մենք ունենք նաեւ այն, ինչ ունենք, ու դա աշխատում է եւ այդ աշխատանքը պետք է ավելի լավացնել, ավելի բարձրացնել, ստանալ այդ հանգահունքային վերջնական արտադրանք պետք է ստանալ, եթե հնարավոր է, որտեվ
կան բաներ, որ հնարավոր չի։ Այսինքն, եթե մենք ուզենանք օրինակի համար մոլիբդենիտ ինչ-որ մի հատ վերջնական արտադրանք ստանանք, բայց պարզի, որ դա բավականին ծախսատար է մեր երկրի տեղը էներգետիկ ռեսուրսների հետ կապված, մյուս բաների հետ կապված, ուրեմն չարժի դրա մեջ մտնել։ Շնորհակալ Կարող է տեխնոլոգիաները հասանելի չլինեն մեզ, տենց ինչ որ Պարոն Բաղդասարյան, խնդրում եմ շատ կարճ արձագանքեք եւ ավարտում ենք։ Նախ անդրադառնանք այդ ինչ որ շովինիստական եզրույթ բանալից լավ բաները պետք է ասել, նայեք։ Առաջի հանրապետության 90-ականներից մինչև հիմա երբևիցե չի եղել խտրականություն պետական մակարդակով։ Չի եղել խտրականություն փոքրամասնության վերաբերյալ։ Դա արձանագրում ենք փաստ եւ իրավամբ պետք է շարունակենք։ Եվ ես կարծում եմ, որ մեր հարգելի գործընկերը որ ասեց հայ բառակապակցությունը օգտագործեց, դա ըստ էության բաղկացուցիչ մաս էր նաև փոքրամասնությունը։ Գիտեք, իմ մանկությունը անցել է հույն տղայի հետ եւ ինձ համար ինքը ասոցացվել է որպես սա, եւ դա նորմալ եմ տեսնում եւ կարծում եմ բացարձակ չկար այդ շովինիստական այդ բառակապակցությունը կամ ես սխալ հասկացա։ Ինչ վերաբերում է փոքրամասնությունն, արձանագրեմ, որ դոկուսակցության մեջ կա եզդի փոքրամասնություն առաջի 30-ամյակում եւ նաեւ սերով կին է։ Շատ լավ, շնորհակալ եմ քննարկման համար։ Սիրելի հեռուստադիտողներ, դուք դիտում եք հանրային քննարկումը, կհանդիպենք։